Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանն իսկապես վերադարձնում է Թալանը, թե դա աչքակապություն է։ Это կինոյա։ Աչքակապություն։ Չեմ խառնում քաղաքականությանը։ Ես կուզենամ, որ վերադարձնի։ Ես գործ չունեմ դա։ Քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում։ Я не понимаю։ Չգիտեմ, ես չեմ հետաքրքրվում։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին, քաղաք չեմ եղել, բայց դժգոհ եմ։ Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանն իսկապես վերադարձնում է Թալանը, թե դա աչքակապություն է։ Սարի մաման թաղեմ։ Եղավ։ Ոչ Նիկոլը, ոչ մեկը մի բանի պիզարնի չէ։ Աչքակապություն է իհարկե։ Ինչ եք այդպես կարծում։ Դա եմ տեսնում։ Ազыз ոչ ես կողմից, ոչ այն կողմից։ Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանն իսկապես վերադարձնում է։ Ինչպես իսկ ով է ասում, որ թալան բաց ինչ-որ բան պետք է վերադարձվի, տեղեկություն չունի։ Չգիտեմ, չի վերադարձնում ամենայն դեպս, պայմանները կլավան այն այդ դեպքում։ Աղջիկ չեմ, վերջացրեք, ժողովրդի կյանքը կերել եք ձեր այդ հարցերով։ Ոչ մի լավ բան իր մասին չեմ կարող ասեմ, ինչ եմ ուզում։ Իսկ ոչ ձերն եմ ուզում լսել, ոչ երեսը տենամ սպատը։ Լավ էլ իրանց մահանավել են կպը, պատկերները, գնացի։ Գիտեք ինչ, ես մի բան գիտեմ, մենք աղոթքով ենք իր համար, որ Աստված հայտնել է, որ ինքը իրան ընտրել է։ Եվ մի բան գիտեմ, որ Աստվածաշունչը ասում է, որ ձեր իշխանությունների հնազանդ եղեք։ Եթե թույլ է տվել ընտրվել է, պետք է հանգիստ թողեք, որ մարդիկ գործեն։ Չէ, իրոք վերադարձում է, ինչ աշակերտության ինչ հարց կա։ Ուղղակի ես զարմանում եմ ընդդիմության դիրքորոշումը։ Նիստերին այսօր տարեկան ինչ-որ զեկուցում էր, պետք է մասնակցեին, ոչ ոք չէր մասնակցում, և ոչ մի հարցերն մասնակցում չեն կիրառում, այսինքն մեր հաշվին ինչի են նրանք բացակայում։ Ժողովուրդը հարկեր է վճարում, նրանք աշխատանքի են եկել, չեն մասնակցում, դա ինչպես կարելի է բացատրել։ Խոսում ենք հարկերը վերադարձնելու բաների Թալանի հարցով։ Դե հիմնական թալանչիների բան են անում, հիվանդանում են Խաչատրյան Գագիկ, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ում ասեմ, շատ է Տարոն Մարգարյան։ Փաշինյանի հետ վերադարձած Թալանից ինչ-որ բան կհիշեք կոնկրետ։ Կոնկրետ։ Չեմ կարող ասեմ, բայց դա ասում եմ, որ բյուջե բան վերադարձում է։ Սաշիկի կողմից ինչ-որ 30 միլիոն էր ասում, չգիտեմ ինչքանով է ճիշտ, 30 միլիոն դոլար։ Ինչ մնացածը դժվար է, ես չեմ կարող բյուջեն, դա պետք է ֆինանսական աշխատակիցը բան անի, որը առնչություն ունի բյուջեի հետ։ Սովորական քաղաքացին դժվար թե կարողանա ձեր հարցի պատասխանի։ Աղջիկների թալանացը պիտի վերադարձնել 100%-ով։ Դրա համար մենք բոլորս այսօրին ենք, որ այդքան հայ ժողովրդի թալանեն են։ Նեզոշտան մարդկանց սպանել են։ Այդ թուրքի լամուկն են։ Ձեր կարծիքով բայց վերադարձնում է Փաշինյանը։ Ինչ անում։ Վերադարձնում է Փաշինյանը իսկապես։ Թե աչքակապություն է։ Ինչ աչքակապություն, ձեզ համար ո՞նց է։ Ես ձեզ Այդքան հայտարարում են, ո՞նց աչքակապություն է։ Հայ ազգի մեջ ամենաարդար մարդն է։ Սա օրը հեռուստացույցով հայտարարում են, ասում են դուք չեք լսում, որ ինձ խոսքով ինձ ասում եք։ Ես ձեզ եմ հարցնում, դուք կհիշեք ինչ-որ բան, որ ինքը հետ։ Ես շատ բան եմ հիշում։ Շատ։ Ինչ ասել։ Ինչ ասել։ Քոչարյանի, Սերժի, Նակլգնոջը, միլիոն մարդիկ կա, որ մեկին ասեմ։ Կամ Խաչատրյանի։ Այդ ո՞նց է Ամերիկայի։ Մարդիկ սովազմերում են 53 միլիոնով դոլարով տուն առնում։ Ընտեսները քանիսը կան հայ մարդկից, որ թալանել են փախած իմի Մոսկվայում են։ Դուք այդ գիտեք, չէ՞։ Ձեր աշխատանքն է այդ, ձեր մասնագիտությունն է։ Դուք շատ լավ եք իմանում, ով է թալանել, ով չթալանել, ումնից են եկալում, ումնից չեն վերցնում։ Ենքան մարդիկ կան, ես 88 տարեկան աղջիկ ջան, մարդ եմ, ես ամեն ինչ չեմ հիշում, բայց էլի չաչարում եմ հիշեմ, շատ մարդիկ կան,
որ հայ ազգին թալանել են դնել իր ձևի, դաժան ձևով։ Ունել Ղարաբաղ ծախին եկան մնատ են գալիս։ Ովքեր են ծախել։ Ովքեր են ծախել, ովքեր որ Բաքվում նստած են, մեկը երկու լամուկն են, իրաց թուրքների հետ, թուրքի լամուկն են, Քոչայանն ու Սերժը։ Գերիներն են ծախել Արցախը նկատի ունեք։ Մեծամասն նրանք էլ են թալանել, չէ։ Բա ինչի գերին կան, եթե իրենք են ծախել Որտեղ չկարողացան փախնել։ Չկարողացան փախնել։ Հայ ազգի մեջ առաջի անգամն է, որ հայ ազգին այդ ձևի թալանում են ու նեզաշտո անմեղ մարդկանց սպանում են։ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոստանում է, որ հետ է վերադարձնելու այսպես ասած նախկինների տարած թալանը։ Սակայն կարծիքներ կան, որ նա ոչինչ չի վերադարձնում, պարզապես շոու է անում, որպեսզի ընտրություններում ձայներ ստանա։ Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում շարք է սկսել հատիկ առ հատիկ վերնագրով, որտեղ պարբերաբար ներկայացնում է, թե ինչ թալան է հետ վերադարձվել պետությանը։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանն իսկապես վերադարձնում է թալանը, թե դա աչքակապություն է։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։